Два последних вопроса про Армению. Խորը հոգոց է հանում Ռուսաստանի արտգործնախարարը Հայաստանի մասին RBK-ի լրագրողի հարցերից։ Ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանի արտգործնախարարությունը Հայաստանում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ։ Еще один президент Сарксян под следствием. Դաշնության արտգործնախարարությունը հայ ժողովրդի շահերից է ելնում, ասում է Լավրովը։ Позиция нашего МИД заключается в том, что Մեր արտգործնախարարության դիրքորոշումը այն է, որ մենք ելնում ենք հայ ժողովրդի շահերից։ и видим, как Ընդգծում է Լավրովը, նախկինում հայ եւ ռուս ժողովուրդների շահերը համընկնում էին ու գերիշխող էին երկու երկրների հարաբերություններում, մինչդեռ հիմա իրավիճակ է փոխվել։ нынешние представители руководства Երևանի ներկայիս իշխանությունը ղեկավարվում է այլ խնդիրներով։ Հռչակվել է դեպի Եվրոպական միություն կողմնորոշվելու նպատակ։ Եվրամիությանը անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք է ընդունվել։ принят закон о начале процесса вступления в Европейский Союз. Զարմացած է Ռուսաստանի արտգործնախարարը Հայաստանի վարչապետի վերջին հայտարարություններից։ Լավրովի կարծիքով Նիկոլ Փաշինյանը չի վստահում հայ ժողովրդին։ Հայտարարելով, թե Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարելու համար հանրաքվե կանի, ԵՄ անդամության հայտ ներկայացնելուց ճանապարհային քարտեզը նախապատրաստելուց հետո։ Господин Пашинян сказал, что Պարոն Փաշինյանն ասաց, որ հանրաքվեի մասին կարելի է խոսել, երբ մենք առաջինը հայտ կներկայացնենք Եվրամիություն, երբ դրան արձագանք կլինի եւ երբ ճանապարհային քարտեզը պատրաստ будет կլինի։ подготовлена дорожная карта вот этого вступления. Тогда будет референдум. Ну, это Իմ կարծիքով դա վկայում է ժողովրդի նկատմամբ նրա ոչ շատ մեծ վստահության մասին։ Հենց ընտրություններով պետք է արդարացիորեն ցույց տաս, ինչերի մեջ ես ընտրություն անում։ между чем ты выбираешь, вот как ты сейчас живешь. Հայաստանի տնտեսական աճը ԵԱՏՄ հետ առևտրի հաշվին է, շեշտում է Լավրովը։ Վերջին 3 տարիների առևտրաշրջանառությանն անդրադառնում, որը ըստ նրա ավելի քան 6 միլիարդ դոլար է։ В один год вообще 12 миллиардов. Մի տարի ընդհանրապես 12 միլիարդ էր առևտրաշրջանառությունը եւ զարգանում է երկիրը ԵԱՏՄ-ի հաշվին։ Экономического союза. Դա ըստ էության ճգնաժամ է ԵԱՏՄ-ի համար։ Արդյոք Հայաստանում ընթացող գործընթացները նման չեն 2014-ին Ուկրաինայում տեղի ունեցածին։ Ռուսաստանի գլխավոր դիվանագետից հետաքրքրվում է լրագրողը, հարցնում, ինչ է անում Մոսկվան նույն սխալը թույլ չտալու համար։ Нам себя не в чем упрекнуть. Մեզ մեղադրելու բան չկա, թերևս որ մեր փափուկ ուժը շատ փափուկ է։ Լավրովն ընդգծում է, Ուկրաինայի հարցում Ռուսաստանը անկեղծ է եղել, թե Մայդանի արյունալի դեպքերից առաջ, թե դրանից հետո, բացատրելով, թե որքան վտանգավոր է սիրախաղը Եվրամիության հետ։ С нашей стороны все сделано. Ինչ վերաբերում է Երևանին, Ռուսաստանի գլխավոր դիվանագետը ռուսական էներգակիրների հասանելիությունն է շեշտում։ Ռուսական գազի 1000 խորանարդ մետրի համար Հայաստանը $177 է վճարում, բայց եթե ԵՄ անդամ դառնա, 3-4 անգամ ավելի է վճարելու։ Ինչ խնդիր ունի Երևանը եւ ինչու դրա մասին չի ասում ռուս գործընկերոջը, զարմանում է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը։ У нас есть контакты между. Կանոնավոր շփվում են փոխվարչապետները եւ կարելի է քննարկել Երևանին հետաքրքրող ցանկացած հարց, այդ թվում ռուսական երկաթուղիների կոնցենսիոն կառավարման տակ գտնվող հարավկովկասյան երկաթուղու հետ կապված իրավիճակը։ Южно-Кавказская железная дорога. Եվ այսպեսով Տարակուսում է, որ Փաշինյանը նախընտրում է Հայաստանի թիվ 1 քաղաքական ամբիոնից հայտարարություններ անել Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, փոխանակ ռուս գործընկերների հետ խնդիրները քննարկելու։ Мы с удивлением слышим, как эти вопросы. Զարմանքով ենք լսում, թե ինչպես են այդ հարցերը, եթե դրանք առաջացել են, պատմեք ձեր գործընկերոջը, թե ինչ եք մտածում այդ կապակցությամբ։ Вот рассуждаешь в этой связи. А вместо этого делается публичное заявление, что мы Դրա փոխարեն հրապարակային հայտարարություն է արվում այն մասին, որ դրանք ընդհանրապես մերն են եւ ընդհանրապես մենք դրանց 2 միլիարդ պարտք ենք։ что это вызывает помимо вот таких основанных на экономическом анализе. Հասկանում եմ, որ սա բացի տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից մեր քաղաքացիների մոտ էմոցիաներ է առաջացնում։ Ես բացառություն չեմ։ Не исключение. նույնիսկ կառավարության Երկուշաբթի էր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից առաջարկել Ռուսաստանին վաճառել երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը Հայաստանի եւ Ռուսաստանի համար նախընտրելի երրորդ երկրի։ Անկամ գիներ ասել, ըստ Փաշինյանի, հիմա այդ փաթեթը կարելի է վաճառել $400 միլիոն։ Թերեզա Կադաևչյան, Անի Ղանդելյան, Հայլուր։